Երեք հայտնի դարձավ, որ Հայաստանը գնացել է ցավոտ զիջումների։ Այսքանից հետո ինչ եք կարծում, Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Չի ստորագրի ոչ մի դեպքում։ Չեմ կարծում։ Նագլի այնքը։ Ես вообще չեմ նամ, զզվում եմ դրանցից։ Այո։ Աստված գիտի բալես։ Չգիտեմ։ Աստծո կամքը լինի ամեն բան։ Անկեղծ ասած չեմ կարող ասել, բայց լավ կլինի։ Ես շատ մեծ հույսեր ունեմ փայփայում կառավարության հետ։ Նայենք տեսնենք, մենք էլ սպասում ենք, բայց եթե Ադրբեջանի համար է խոսում, այնինքն կյանքը ճիշտ չի խոսացել, որ այս անգամ ճիշտ խոսել։ Եվ չեմ կարծում ես ստորագրել։ Հիմա մի բան թալում է, մենք է բռնում ենք, տեսենք որտեղ է հասնել։ Արմամիկոն ասել։ Ես կարծում եմ չի ստորագրելու, բայց մի բան էլ ասեմ, մի տառապեք, այս լրագրողներին էլ են տանջում են ժողովրդին էլ, մեկը ինչ անելու են, արդեն արել են, առավել ևս ասենք մենք ընդդիմություն էլ չունենք, իրանք բոլորը իրար հետ այս հարցը լուծում են, այս ժողովրդին էլ ասա խեղճ ժողովուրդ, այդքան բան կարող եմ ասել։ Գիտեք ինչ այդ խաղաղության պայմանագիրը դարձել է ոնց որ ինչ-որ խաղալիք իրանց ձեռքին։ Եվ այն ինչ որ պատրաստում եմ մեր ղեկավարությունը թույլ տալ, դա խայտառակություն է։ Եվ ես ցավում եմ, շատ ծանր եմ տանում այդ փաստը, որ համաձայնության գնացել են։ Հանուն թղթի կտորի, որը ոչ մի ուժ չունի, ոչ մի իրավական ուժ չունի։ Բայց որ ես շատ հիասթափված եմ, այսինքն ուրիշ բան չէի էլ սպասում։ Կստորագրի թե չէ, դա պրինցիպիալ չի։ Ինքը մեկը ինչ կուզի, այն էլ կանի։ Դա պիտի փոխվի նրա դիրքորոշման մեջ, որը կբխի մեր դիրքերից։ Հասկանում եք, վերաբերմունքը պիտի Հայաստանի հանդեպ փոխվի։ Թե չի խաղաղության պայմանագիրը կստորագրվի, չի ստորագրվի, պակտանի նապադենի, մի րոպեվա մեջ խախտեց Գիտլերը, առանց որևէ մի խնդրի։ Դա երաշխիք չի։ Երաշխիք չի։ Ինչի ենք սենց կորցրել մեր արժանապատվությունը, չեմ կարողանում հասկանալ։ Ինչի ընկանք այս օրը։ Երեք Հայաստանը ցավոտ զիջումների է գնացել, ինչ եք կարծում, Ադրբեջանը այսքանից հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Ոչ։ Կօգտագործի ու բաց կթողնի։